Բարև ձեզ, սիրելի ընկերներ, հարգելի քաղաքացիներ, այս ապրիլի 1-ը ավարտվում է, այսօր շատ իրադարձություններ տեղի ունեցան, թե ներպետական, թե միջազգային ասպարեզում, ապրիլի 1-ը միշտ հումորի օր, ծիծաղի օր, ես շատ իմանամ ինչ, այսօր իմ համար ապրիլի 1-ը, 2026 թվականի ապրիլի 1-ը դարձավ իրավունքի, առողջ բանականության և մարդկայնության նկատմամբ ծաղրի օր։ Եվ այս ծանր օրվա մասին եմ ուզում խոսել, որը պայմանավորված է Դավիթ Մինասյանի նկատմամբ այս հրեշավոր ռեպրեսիվ տմարդի գործողություններով։ Ես ուզում եմ մի քանի հանգամանքներ, որոնք կարևորում եմ դրանց մասին խոսել, իմ անձնական փորձի մասին խոսել, նաև լուսավոր կողմի մասին խոսել, որտեղ իրականում ամեն ինչում մենք կարող ենք այդ լուսավորը տեսնել, եւ այո, այս պատմության մեջ էլ կար, սևի կողքը սպիտակ էլ կար։ Նախ ասեմ, որ Դավիթի պաշտպանության թիմին միացա, ընտանիքի խնդրանքով, պաշտպանների նաև նախաձեռնությամբ ուշ միացա, 3 միացա, որովհետև դրանից առաջ 2 օր զբաղված եմ մեկ այլ երիտասարդի հետ կապված հարցերով, շատ ինտենսիվ, խոսել եմ դրա մասին, անցանք։ Երեկոյան ժամը 7-ին մենք 8 փաստաբաններով մասնակցեցինք Դավիթի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատական նիստին, մեզնից 3-ն էին ներգրավված, մեր շատ լավ գործընկերները Լուսինե Մարտիրոսյանը, Վարդուհի Էլբակյանը, Արմեն Մելքոնյանը ներգրավված էին արդեն, մյուս 5-ս տեղում դատական նիստում ներգրավվեցինք, 5 իրավապաշտպաններից Սերգեյ Հարությունյանը, Արսեն Բաբայանը եւ ես, մեր շատ լավ գործընկեր, մեր շատ լավ ընկեր Արամ Վարդևանյանը եւ անցյալ տարվա մեր ամառային դպրոցի շրջանավարտ անունը մոռացա այ մարդ, ընթացքում կհիշեմ, ամեն անգամ մի լայվերի ժամանակ մեկի անունը մոռանում եմ, ոնց կարելի է մոռանալ անունը։ Մի խոսքով 8 հոգով մենք մասնակցեցինք դատական նիստին եւ գիտեք, ախր բաներ կա, որ փաստարկման համակարգից էլ է դուրս էլի։ Լավ, ասենք կազմակերպվածության մասին են խոսում մարդիկ, կազմակերպիչ կա պաշտոնապես։ Ախր առողջ բանականությունը ինչ եղավ։ Առողջ բանականությունը ինչ եղավ։ Մարդիկ պատարագի են մասնակցում։ Ներս են մտնում ինչ որ մարդիկ։ Էական չի ովքեր, խմբով մտնում են։ Ես ոստի հասցնեի կազմակերպել, ես ինչ իմանայի որ գալու էին, որ կազմակերպեի։ Աբսուրդ էլի։ Երկրորդը բոլոր 3 հիմքերը բերել էին։ Իդեպ ես ուշադրություն դարձրեցի դատարանի որոշմանը, հանկարծ տենց դրական լույսի ներքո չեմ ուզում սա դիտարկվի, փաստ եմ ընդամենը ասում, ստեղ դրական բան չկա։ Դատավորը 3-ից միայն այսպես ռիսկերից մեկն է համարել, որ ընդունելի է այդ ռիսկը, գնահատել է բավական բարձր, ազդելու ռիսկը, մասնակիցների վրա ազդելու ռիսկը, ախր զարմանում ես էլի։ Այսինքն ասել է, որ հանցանք գործելու ռիսկը խիստ նվազ է, փախուստի ռիսկը խիստ նվազ է, հիմնավորումներ չկան, բայց վարույթի ընթացքի վրա ազդելու վկաներ, բան, այդտեղ ռիսկ կա, ախր այ ժողովուրդ ջան, տեսանյութերը կան։ Այդ մեկ, օբյեկտիվ տվյալները կան։ Երկրորդը, ես օբյեկտիվ իրավական բաներ եմ ասում, էլի։ Երկրորդը, ախր
18 տարեկան երիտասարդը լավ ոնց պետք է ազդի մարդկանց վրա։ Այդ ինչ է, այդ հեղինակությունն ներկայացնում, քրեական հեղինակությունն է, պաշտոնատար անձը, կոկորդիլոս գարիկն է, ֆլանն է, ով է, ինչն է, որ տենց բան անի, էլի, ասենք օրինակ, էլի։ Լուլունն է, падգամավորը, արձագանքողներին եմ հետաքրքրում, էլի։ Ասենք ով է, որ այդ մարդը կարողանա 18 տարեկան երեխա։ Իդեպս քպայականները խեք 18 տարեկանին ասում եւ բան, երեխա։ Բա երեխա է, բա ի՞նչ է։ Երեխա է, բա ի՞նչ է։ Այ քեզ բան, այսինքն մարդու ծնունդի օրվանից արդեն չէ դու երեխա չես։ Դուք պատկերացրեք ինչ աշճան փաստարկներ են բերում, չէ երեխա չի։ 18 տարեկան ինչ երեխա, այսինքն դուք ամեն ինչ ձեր մոտ օրենքով, հա, տենց օրենքով 18 եղավ, չէ, դու всё, երեխա չես, գնա ինչ անում ես արա։ Շշմելու բան է, էլի դաժե։ Ես ուզում եմ որոշ արձագանքների մասին նաև խոսեմ քպայականների, անբարո արձագանքների, որոնք որոշները տենց ուղիղ էին այս գործի հետ կապված, որոշները սենց ընդհանուր ֆոնային էին։ Իհարկե կոկորդիլոս գարիկի գրածին չեմ անդրադառնա, որ Աստծո դատաստանը դու ստանալու ես կոկորդիլոս գարիկ։ Այս աշխարհում լինի թե չլինի, չգիտեմ, բայց Աստծո դատաստանը այս գրածիդ համար դու ստանալու ես։ Դու չգիտեմ, պատկերացնում ես դու ինչ աշճան անբարո բան ես անում։ Այսինքն երեխեն, գերազանցիկ երեխեն վերջի զանգին չի մասնակցել ու դու դրանից հրճվում ես։ Տերորիստներ է երեխեն։ Ընդունեք թե ինչ որ սխալ է արել 18 տարեկան երեխա։ Դաժե ձեր ընդունած օրենսգիրքն է ասում, որ 18 տարեկանների, այսինքն հատուկ վերաբերմունքը երեխաների նկատմամբ տարածվում է մի փոքր ավելի բարձր տարիքի վրա, չէ, 20 թե 21։ Ընդունեք վատագույն դեպքում, որը իրականում տես չի, ասեք թե երեխայա ինչ որ սխալ բան արել։ Հələ դու այդ աշճան ստոր մարդ ես, ես ժամանակին ծանոթ չեմ, այդ դրա այդ Փառք Աստծո ծանոթ չեմ, բայց ժամանակին իր մասին ինչ որ մարդիկ կային, ինչ-որ դրական բաներ էին ասում, այդ աշճան ցածր մարդ ես, որ այս աշճան պետքա քեզ պահես, ընդունեք թե սխալ է արել, սխալ չի արել։ Դու մարդու, գերազանցիկ երեխու, որը եկել էր պատարակի, եկել էր իր պատարակին էր մասնակցում, միջադեպ է տեղի ունեցել, ձեր համար լավագույն տարբերակով եմ ասում։ Դու այդ երեխու վերջի զանգին չմասնակցելը դարձնում ես հրճվանքի առարկա, արա։ Դու մարդ ես։ Մարդկայնության մի հատ նշույլ կա քո մեջ։ Կամ են լուլուն, ով գալիս է հիվանդություններ ա լինում, լուլու քեզ, քո ընտանիքին, այ քո հետ մի անգամ տես կարճ շփվել եմ։ Աստված չանի, որ այդ խնդիրների մասին դու անգամ մտածես, դու չես պատկերացնում ինչ խնդիրների մասին է խոսքը։ Տարիներ շարունակ, ո՞նց ես քեզ թույլ տալի։ Մայր ես ախր։ Երեխա ունես, Աստված պահի քո երեխուն։ Երեխա ունես։ Դու ո՞նց ես քեզ թույլ տալի տես բաներ։ Չի կարելի, չէ՞ տենց բան անել։ Այսինքն դու ինչ, դրանով ինչ ես անում։ Կասխացի տակ ես դա դնում։ Ու հետո էլ խոսում են Թունյան, խոսում են ինչ որ ատելության բան, այդ ձեր սարկածն է, ձեր ստեղծածն է։ Ձեր ստեղծածն է։ Դեպքի հետ կապված մի կարճ բան ասեմ ու փորձեմ մի դրական բան էլ այնուհանդերձ ասել այս ամեն ինչի մեջ, որտեղ ահավոր է, էլի, բայց պետք է փորձենք ինչ որ դրական բան տեսնել։ Ախր միանգամից սարքեցին Նիկոլ Փաշինյանի վրա ինչ որ ձերք է նետել կամ չգիտեմ։ Այն գերներ այս միջադեպը ունի նախապատմություն։ Անվտանգության աշխատակից է երևում առաջինը բրդբրդում է երեխուն։ Առաջինը բրդբրդում է մարդուն անհանգստացնում է, անդորը խախտում է, այդ ձեր սիրած բառն է խուլիգանության։ Եկել, եթե խուլիգանությունն է, խուլիգանությունը ստեղ անդորը խախտել է, դասական առումով անդոր խախտել է, այդ մարդը եկել է հոգևոր անդորի հետևից։ Դուք խախտել եք այդ անդորը։ Դուք եք խախտել այդ մարդուն անհավասարակշիռ վիճակում եք դրել, հետո դրանից հետո կանոնավոր է եղել, անկանոն է եղել գործողությունը։ Էլ չեմ ասում ձեր որակումը, որ պարզապես խայտարակ որակում է, դուք ցույց եք տալի, որ այդտեղ Նիկոլ Փաշինյանը իր այդ շքախմբով են ալեն-մալեններով եղել է քաղաքական նպատակներով, որը օգտագործվելու է ինչ որ մի պահի ձեր դեմ, շատ հստակ։ Բայց դուք դա եք ցույց տալիս։ Մի հատ կանչեք, հարցաքննեք, ասեք դու քաղաքական նպատակով ես հետևել։ Տեսնենք ինչ ասում։
Ես ճիշտ ասած մի չասեմ խորհուրդ, ես ով եմ որ եկեղեցուն խորհուրդ տամ, բայց մի բան մտքովս անցավ, որ երևի թե պետքա դրա մասին բարձրաձայնենք ու եթե ինձ լսում են նաև մեր սիրելի արժանապատիվ քահանաները, հոգեշնոր վարդապետները, աբեղաները, էլ չեմ ասում սրբազան հայրերը, ինձ թվում է Հայաստանը այն վիճակի է հասել, այս ապա հայկականացող պետությունը այն վիճակի է հասել, որ պետք է մտածել վերականգնելու մասին այն ծանր դարերի ընթացքում մեր եկեղեցուն ձևավորված կարգը, որը լավորից չի որ ձևավորվել էր, որ եկեղեցու դռները պատարագի ժամանակ փակում էին։ Եվ դրա հիմքերը նաև մեր պատարագի տեքստում կա, երբ մի պահ ասում է իդրունս, այսինքն դեպի դռները, փակեք դռները, իհարկե սիմվոլիկ նշանակությամբ։ Երևի ժամանակն է արդեն իսկապես պատարագի ժամանակ դռները փակվի, ով եկել է, ով չի եկել կներեք, որովհետև կարող է ինչ-որ հորդաներ գան, մարդկանց դրթեն, ստադրեն, չգիտես ինչի իրաց թվում է իրաք պետք է առաջի շարքերում կանգնեն, ինչի ով եք որ դուք առաջի շարքում եք կանգնում, ինչի եք ձեզ իրավունք վերապահում։ Խոնարհաբար հետևը կանգնեք, ինչ-որ մարդկանց մոտ էլ կարող է հարգանք առաջացնել։ Ինձ թվում է ժամանակն է, որ մեր եկեղեցին դրա մասին մտածի, քանի դեռ էս չարիքը չի հեռացել Հայաստանից, գուցե եկեղեցու դռները պետքա պատարագի ժամանակ փակել, չգիտեմ։ Գուցե պետքա սրանով ապահովել մեր հավատացյալների անվտանգությունը, ով եկել է, ով չի եկել, կներեք, սպասեք պատարագից հետո կմտնեք եկեղեցի, բայց ով եկել է, ինքը ներսում մնում է, որ հետո չգան, այդ հորդաների այդ ասպատակությունների ժամանակ այս ծանր որոշումը մեր եկեղեցին կայացրել է դռները փակելու մասին, երևի ժամանակն է վերադառնալ այդ որոշմանը, գիտեք, չգիտեմ, իմ բարձրաձայն մտքերն են, ես ինձ իրավունք չեմ վերապահում խորհուրդ տալ մեր հոգևոր հայրերին, բայց սա էր մտքովս անցել այսօր, որ եկեղեցու կողմից ինչ-որ մի արձագանք էս խայտառակությանը եթե պետքա լինի, երևի դա պետքա լինի, որ պատարագի ընթացքում այդ 2 ժամը, 2.5 ժամը ինչքան է տևում, նայած որտեղ գոնե այն պահից, երբ որ արդեն այն ամենակարևոր հատվածն է սկսում, այդ իդրունս խոսքերով, գոնե այդ ժամանակ եկեղեցու դռները փակվի։ Կամ սկզբից, չգիտեմ։ Բայց դուք պատկերացրեք ինչ աշճան ենք հասել, ինչ աշճան է համեմատությունը այդ հորդաների հետ սրանց, որ ստիպված ասենք օրինակ մեկը իմ մտքով դա անցել է։ Իմանալով, որ ժամանակին այդ ավանդույթը մենք ունեցել ենք, արձանագրված ավանդույթ է։ Դրականի մասին փոքր խոսեմ, գիտեք, լուսավոր երեխեքի հետ շփվեցի ես օրերին, 3 այսօր տղաների Դավիթի իր զույգ եղբոր Միքայելի համադասարանցիների հետ շփվեցի։ Լուսավոր երեխեք ուղղակի են, որ երկու հոգին էլ իրավաբանական էին ուզում ընդունվեն, իրավաբան էին ուզում դառնալ։ Չգիտես այդ երեխեքին ինչ խորհուրդ տաս։ Ասես գնացեք իրավաբան դառեք երեխեք ջան, տեսնում են որտեղ իրավաբանություն, տեսնում են։ Մենք իրոք որոշակի հույսեր ունենք, որտեղ կարծում ենք, որ այդ չափ ու սահման ամեն ինչ ունի։ Այն առողջական խնդիրները, որ Դավիթը ունի, Աստված չտա, ես չի որ ես թշնամիներ ունեմ անձնական, բայց թշնամուս էլ չեմ ցանկանա ունենալ այդ խնդիրները։ Դա ահավոր է ուղղակի այդ խնդիրները, որ Դավիթը ունի։ Ոչ մեկին չեմ ցանկանա։ Աշխարհի ամենավատ մարդուն էլ չեմ ցանկանա։ Եթե անգամ արժանի լինի, որ ինքը ցավը գա իրան կպնի։ Հայաստանում շատ մարդիկ կան, որ արժանի են, բայց անկեղծորեն չեմ ցանկանա։ Եվ Դավիթին անհրաժեշտ է հարազատների ներկայությունը այս պայմաններում։ Տեսեք, այսօր այդ ուշաթափության դեպքը գրանցվել էր։ Մարդը այդ խնդիրը ունի, պատճառների մասին ես մինչև վերջ չեմ պատկերացնում, բայց դա հստակ իշխական տարիներ առաջվա մարդը անընդհատ ուշման մեջ է։ Րոպեի հարց կարող է լինել, ոնց կարելի է ասենց ամփոփ լինել։ Ոնց կարելի է ասենց ամփոփ լինել։ Ախր դրա համար, գիտեմ, երևի հույսները Աստծո վրա է, էլի, որ ասում են Դավիթը Աստծո պահած բալա է, Աստված էլի կպահի։
Իրանց հույսն էլ է երևի Աստծուրա։ Չգիտեմ, այլ տարբերակ չունեմ։ Բայց լավ, տես ոնց կարելի է։ Տենց ոնց կարելի է։ Ուզում եմ իմ դրական կողմ որպես նաև ասել, ճիշտ է, չգիտեմ, տես զուտ մասնագիտական առումով, որ գործընկերներս ուղղակի փայլուն վերեք խոսեցին, դրսևորեցին, ես հերթական անգամ իմ մեջ այդ գոհունակությունը եղավ, որ ինչ լավ է, որ այս մեր մասնագիտությունը տենց Արամ Վարդևանյանի պես, Լուսինեի պես, մյուսների, մի խոսքով բոլորի պես, Վարդու պես, Հակոբ Գյուրերյանի պես, Հակոբի անունը մոռացել էի, Հակոբ ջան կներես, տես հիշեցի, չգիտեմ գրել են թե չէ, բայց ես հիշեցի, Հակոբը, փայլուն երիտասարդ օրինակ մեր 8-րդը որ երեք մասնակցում էր, փայլուն ուղղակի, այն որ դիպուկ նկատառումներով, լավ ախր, այդ ամեն ինչը մի օր ես հույս ունեմ, որ հրապարակվելու է դատական նիստում, այդ դատական նիստում AI-ին տանք AI-ին, ասենք սիրելի AI, ձեր ցանկացած AI-ը, այս փաստական տվյալներով, այս պրակտիկայով, ինչքան է հավանականությունը, որ մարդու նկատմամբ կալանքը, բանտային կալանքը խափանման միջոց կիրառվի, հələ պատկերացրեք եւ full total արգելք որևէ մեկի հետ շփվելու բացի փաստաբաններից։ Անգամ ծնողների հետ շփվելու արգելք։ Լավ, այտենց անմարդկային վերաբերմունք։ Ինչքան է հավանականությունը նման որոշման։ Տեսնես, այտենց AI-ը կասի, ինչ կասի այդ դեպքում, էլի, տես կգտնվի ինչ-որ մի AI, որ կասի, ասենք, թե հա, ես այդտեղ 1% հավանականություն տեսնում եմ։ Կա այդ 1%-ը թե չկա։ Մի օր դա արվելու է որպես վարժություն ժամանակը։ Գիտեք, մարդու ճակատագրերի հետ, որ սենց սովորական են խաղում են, դա մեծ պրոբլեմ է ախր։ Այս հոգևոր ոլորտը ինքը հեշտ բան չի, դուք պատկերացրեք պատարագում գտնվող մարդուն ուր եք ուղարկում, որը ոչ մեկին չէր կպնում, իր համար կանգնած էր։ Ես սիրում եմ դատախազները, խախտվել է Անդորը, իր Անդորը խախտվել է դասական առումով։ Ու մի հատ էլ դուք ուղարկում եք կալանավայր։ Էսա, սրա տակից դուք ոնց եք դուրս գալու։ Ախր ամբողջ հարցն է, ամբողջ պրոբլեմը է, որ ցավոք սրտի դա մենակ կատարողի հետ, անողների վրա չի, սերունդ է գնում։ Մեզնից յուրաքանչյուրը մեր հայրերի, մեր պապերի, մեր ապու պապերի առաջ չարացի դրականի բացասականի կրողն է, պատասխանատուն է։ Այ դուք ոնց եք տենց, չերևի չեն մտածում մարդիկ, ոնց եք տենց ժառանգականություն թողնում ձեր սերունդներին, ինձ ախր չի կարելի, մեղքեն այդ մարդիկ։ Օրինակ նույն մնացական Մարտիրոսյանի մասով ես մինչև այս շատերն են Արմեն Գրիգորյանի դեպքը հիշում, բայց ես կասեմ ու հիմա էլ եմ ասում մնացական Մարտիրոսյանին երևի Աստված ազատեց այդ մեղքից, որովհետև մնացական Մարտիրոսյանը որոշում չի կայացրել Արմեն Գրիգորյանի կալանքը երկարացնելու մասին։ Մոտենում էր երևի 10 րոպեից այդ որոշումը կայացներ։ Ես այսպես անկախ նրանից ես ինչ եմ մտածում, ինչ որոշում կայացներ, էական չի։ Արմեն Գրիգորյանը, որ իմ կողքը մահացավ 2022 թվականի հուլիսի 15-ին, այդտեղ չէր գտնվում մնացական Մարտիրոսյանի որոշմամբ։ Չէր գտնվում։ Մեկ այլ դատավորի որոշմամբ, որը շատ մեծ փորձությունների միջով անցավ։ Ուրիշ արարքի համար դատապարտվեց, չեմ ուզում գնա հատական տամ։ Արդարարյան գինը ծանր է լինում։ Բայց մնացական Մարտիրոսյանը Արմեն Գրիգորյանի կալանքի հետ կապված որոշում չի կայացրել։ Դրա համար ես մնացական Մարտիրոսյանին այդ դեպքով չի որ հիշում եմ, բայց մի ուրիշ դեպք, որը հրապարակային չէր, որ մինչև հիմա աչքիս առաջ է, երբ նույն մարդը կայացրեց որոշում մի երիտասարդ բժշկի ոչ հրապարակային գործ էր,
շատ կարճ էր մնում որ հրապարակայնացնենք, այն էլ փառք Աստծո այն ժամանակ դատախազությունում լավ հիմա էլ կլինեն, ես չի ոչ այդպես բրծան էլի։ Դատախազությունում մարդկային եւ բարձր իրավական արժեքներ ունեցող մարդիկ կային, չեմ ասում հիմա չկան, այն ժամանակ կային հաստատ։ Որոնք 6 օր հետո այդ դատախազը այդ որոշումը վերացրեց։ Դատախազը որոշումը վերացրեց, ուղղակի անընդունելի որոշում էր։ Հետո էլ վերաքննի չասես չէ, вообще չպետք է կալանք իրարներ։ Երիտասարդ կին, որը ոչ արհեստական բեղմնավորման process-ում էր գտնվում։ Ես լավ չեմ պատկերացնում դա ինչա, հետո այդ ժամանակ իմացա, որ դա մեծ ջանքերի, ծախսերի եւ այլն եւ այլն։ Բնականաբար անունը չեմ տա, նաեւ անձնական տվյալների հարց կա, բայց ես ուղղակի ուզում եմ, ես վստահ եմ, որ Վրացական Մարտիրոսյանն կարող է ոչ անձամբ, բայց կուզենայի որ իրան հասներ դա։ Երեք նույնիսկ դատական նիստով է ուզում իմ խոսքի ժամանակ փաստարկով ասել, բայց ասեցի չասեմ որտեղ ծանր բան էր դա։ Արհեստական 10 տարի մարդիկ երեխա են փորձում ունենալ եւ վերջապես այդ process-ի մեջ են եւ 6 օր այդ աղջիկը մղկտած 6 օր ամեն օր գնում էի Վրացական Մարտիրոսյանի որոշմանի վրա ամեն օր գնում էի քրեակատարողական չէի կարողանում խոսել մղկտում էր դատախազը 6 օր հետո բաց թողեց դատախազը որ ավելի մեղադրական պետք է լինի քան դատավորը սիրտը չտարավ բաց թողեց հետո արդարացվեց իդեպ քնչականը արդարացրեց այդքան մենք ասում ենք քնչականը այն նույն քնչական մարմինը որ եկել էր միջնորդության այդ քնչականը արդարացրեց այդ նույն մարմինը որ խիստ դժգոհ եմ նրանց վարքագծից երեկվա անհասկանալի է ինձ ինչ են անում այդ մարդիկ բայց նաև դրական բաներ են ունեցել ժամանակի մարդիկ կոնկրետ այս դեպքում արդարացրեցին բայց ամենակարևորը վստահ եմ որ Վրացական Մարտիրոսյանը չգիտի որ այդպես էլ այդ կինը չմայրացավ Չգիտեմ, հիմա հնարավոր է թե հնարավոր չի։ Չգիտեմ, չեմ մենակ այն գիտեմ, որ չմայրացավ այդպես։ Այդ ամեն ինչը կուտակվում է, չէ՞, մարդու ժառանգությունն է, որ դու փոխանցում ես։ Դրա ծանրությունը ո՞նց ես դու քո վրա վերցնում։ Օրինակ էլի։ Ես այսքան ժամանակ դրա մասին չէի խոսել, բայց իմ մտքում, որ շատ-շատերի մտքում Արմեն Գրիգորյանի դեպքն էր, Վրացական Մարտիրոսյանը, չէ, իմ մտքում էս դեպքն է։ Որովհետև նորից ասեմ, Վրացական Մարտիրոսյանը Արմեն Գրիգորյանի հետ բան չունի, բայց այս դեպքով կոնկրետ իմ մասնակցությամբ գործ է, ես այդ եմ միշտ հիշել, որպես գործ, որը ոչ ծանրային վրա նստել։ 6 օր մարդը կալանավայրում էր, կին, լացում էր։ Հիմա էլ այս դեպքը եղավ երկրորդը։ Ես չեմ տեղավորվում այս դեպքի մեջ ես չեմ տեղավորվում, լուրջ եմ ասում։ Սա գիշեր երեք չեմ կնել, մեկ ասում է լավ դե, հա, ախր Վրացական Մարտիրոսյանը, այնուհանդերձ ինքը փորձառու դատավոր է, ինքը ձևը կգտնի էլի ինչ որ հազարը մի գործոն կա, ձևը կգտնի էլի կասի, խնդալու սմայլիկ եմ տեսնում։ Հա, հասկանում եմ կարող է խնդալու է ասածս։ Բայց այս ծանրությունը վերցնելը շատ ավելի ծանր բան է։ Ես այդ հույսը ունեի անկեղծ։ Առավոտը այդ հույսը գրեթե մարեց անկեղծ ասած տարբեր պատճառներով այդ խուզարկությունը եւ այլն տարբեր հանգամանքների վերլուծությունը չգիտեմ գուցե դատավորների երկարատև գործունեության ընթացքում ինչ որ նաեւ բանի պատճառով էսպես ստիպված մարդիկ տենց ավելի էմոցիոնալ առումով ավելի զուսպ պետք է լինեն եւ այլն, բայց եթե իմանաս մի քիչ արդարություն կա այս որոշման մեջ, եթե իմանաս գոնե այսքան արդարություն կա այս որոշման մեջ, ասես լավ ախպեր, հաշ չկա։ Այսքան արդարություն էլ չկա այս որոշման մեջ։ Մարդը գնացել է պատարակի, եկել իրան խանգարել են, Անդորը խանգարել են։ Առաջինը իրանք են բրդբրդել։ Ինչ որ անկանոն շարժում է արել։ Լավ, դրա համար մարդ են կալանավորում, ջահել տղա։ 18 տարեկան երեխա։ Այդպես հիվանդություններով, ծանր հիվանդություններով, անընդհատ խնամք պահանջող հիվանդություններով։ Սրա մասին է ուզում ասել, այս տպավորություններով կիսվել
Եվ հատկապես քպայականներին անկեղծորեն այս ավակ շաբաթվա օրերն են ծանր մեղք մի վերցրեք ձեր վրա։ Մի փորձեք ցույց տալ, որ դուք բանից գերագույն դավաճանից ավելի գերագույն եք ձեր ղեկավարից։ Մի արեք տես բան։ Ծանր մեղք կա դա, մի արեք։ Ձեր սերունդների մասին մտածեք։ Ծանր մեղք եք ձեր վրա վերցնում, մի արեք։ Այսքանը։